Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք ազգային նորակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Ողջույն եմ պարոն Հակոբյան, շատ ուրախ եմ ողջունել ձեզ Նոյանտապանում եւ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Փաշինյան-Ալիև զրույցից սկսենք մենք այսօրվա մեր քննարկումը։ Այդ զրույցը սկսվեց Փաշինյանի հետևյալ խոսքերով՝ գնանք սուրճ խմելու, Ալիևը ասեց գնամ այնտեղ ինչ որ մի երկու հանդիպում անեմ եւ այո կգամ սուրճ խմելու։ Ձեր դիտարկումները։ Փաշինյանը նույն օրը հարցազրույց տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին եւ վերահաստատեց, որ այո, համաձայն է, որ խաղաղության կամ ինքը առաջարկում է, որ խաղաղության պայմանագրի հետ զուգահեռ նույն օրը, նույն ժամին, նույն տեղում ստորագրվի այդ դիմումը, համատեղ դիմումը Ադրբեջանի եւ Հայաստանի Մինսկի խմբի ՀՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, դրան ինչպես եք վերաբերում եւ այսպես Փաշինյան-Ալիև հանդիպում հայ-ադրբեջանական հարաբերություններ։ Տեսեք, Փաշինյանը մասնակցում է հիմա ինչպես եւ Ալիևը, ինչպես եւ բազմաթիվ եվրոպական երկրների ղեկավարներ մասնակցում են Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքում եվրոպական համայնքի 6-րդ գագաթնաժողովին եւ այդ համատեքստում Փաշինյանը ունեցել է նաեւ բազմաթիվ այլ հանդիպումներ, կարճ հանդիպումներ, այդ թվում նաեւ շատ կարճ Էրդողանի հետ, որտեղ դա նույնպես տեսանելի դարձավ։ Եվ այո, կանչում ասուրճ խմելու Ալիևին եւ հետո նստում են խոսում են երկուսով, հետո միանում են իրենց նաեւ պատվիրակության որոշ անդամներ։ Արտգործնախարարները մասնավորապես արտգործնախարարները։ Եվս այս ձևաչափը կար, հիշում եք մի քանի ամիս առաջ։ Այո, հիմա տեսեք որն է խնդիրը։ Ալիևը հերթական անգամ բարձրացնում է երկու նախապայման։ Ես էլի առիթ եմ ունեցել ասել նրա մասին, որ այդ երկու նախապայմանը եթե բավարարվի, մյուս երկու կամ մյուս 3 կամ մյուս չգիտեմ քանի նախապայմանի բարձրացնելու հավանականությունը Ալիևի կողմից շատ բարձր է, այսինքն Ալիևը շահագրգիռ չէ հնարավորինս արագ լուծել խաղաղության պայմանագիր ասած այդ փաստաթղթի ստորագրումը, բայց այնուամենայնիվ երկու նախապայման, որոնցից մեկը հիշեցնեմ դա սահմանադրության փոփոխությունն է, ու ասելով, որ մեր սահմանադրության մեջ, թուրքա-ադրբեջանական կողմն ասում, որ մեր սահմանադրության մեջ մենք ունենք պահանջ տարածքային առ Ադրբեջան, դա վերաբերում է անկախության հռչակագրում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի դրույթին, որ 1989 թվականի Գերագույն խորհրդի որոշումով Լեռնային Ղարաբաղը միանում է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն այդ դրույթին է վերաբերվում, մյուսը դա Մինսկի խմբի լուծարումն է։ Հիմա Փաշինյանի պատասխանը առաջին մասով, սահմանադրության մասով հստական, նա ասում է ին վրա ճնշում մի գործադրեք, ես այսօր սահմանադրության փոփոխություն չեմ կարող անել, ես դրան պատրաստվում եմ եւ դա կանեմ զուգահեռ 26 թվականի ընտրություն, 26 կամ որևէ հերթական կամ արտահերթ ազգային ժողովի ընտրությունների հետ միասին կամ դրա հետ զուգահեռ։ Հիմա եթե դա սկսեմ անել, ապա հասկանալի կդառնա, որ ձեր ճնշման ներքո է, այսինքն մենք պատրաստվում ենք դրան եւ այդ խնդիրները կլուծենք։ Իսկ հիմա մինչ այդ մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետեւ սահմանազատման այն փաստաթուղթը, որ Ադրբեջանի հետ ստորագրեցին, այդ փաստաթուղթը գնաց սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը հասկանալի պատճառով այդ փաստաթղթի հետ ուղիղ առնչություն չունենալով այնուամենայնիվ որոշում ընդունեց, որ սահմանադրության մեջ որևէ խախտում չկա տարածքային պահանջատիրության կամ Ադրբեջանի տարածքային երկրների տարածքային ամբողջականության համատեքստում, այսինքն մեր սահմանադրությունը տարածքային պահանջ չունի եւ դա մեր սահմանադրական դատարանի որոշումն է։ Եվ Փաշինյանը ասում է, այս փուլում մենք այդ հարցը լուծել ենք, երբ որ պայմանագիրը ստորագրենք, նորից կմտցնենք սահմանադրական դատարան, ըստ ասում է, ըստ կանոնակի մի անգամ չի որ ասել, ոչ թե այս անգամ ասում, այլ ինքը մի անգամ չի որ դրա մասին ասել, ինքն էլ ասել, արտաքին գործերի նախարար կոչվող Արադ Միրզոյանն էլ ասել, որ մենք նորից կմտցնենք սահմանադրական դատարան,
Հավանականությունը շատ մեծ է, որ սահմանադրական դատան նկասի որևէ խնդիր չկա մեր սահմանադրության հետ կապված, այդ թվում տարածքային ամբողջականության մասով, որովհետև արդեն մի հատ այնպես որոշում ընդունել է։ Նրանք հղում են անում այդ որոշման ինչի մասին ես արդեն ասի։ Այնպես որ մի անհանգստացենք, մենք այդ հարցը կլուծենք։ Մյուս խնդիրը, որ բարձրացնում է ալիվը Մինսկի խմբի լուծարման, ինչի ադրբեջանական կողմը այդքան եւ ոչ միայն ադրբեջանական կողմը շեշտադրեմ, որտեղ դրա մասին պարբերաբար ամեն առիթով կամ առանց առիթի խոսում է նաեւ ռուսական կողմը։ Ինչ են նրանք անդադ փորձում այդ Մինսկի խմբի Ղարաբաղին վերաբերող մասը հնարավորինս արագ լուծարել։ Այդ պատճառով դրանով վերջնականապես միջազգայինորեն փակվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Միջազգայինորեն փակվում է այդ հարցը եւ ընդհանրապես հայկական ինչ որ իմաստով պահանջատիրության խնդիրը փակվում է։ Փաշինյանը դրան բացարձակ դեմ չի։ Փաշինյանը ինքը ջատագովն է մարտնչող մարտիկա առայն որ հայկական հարցը փակվի ընդհանրապես մի անգամ չի որ ինքը դրա մասին ասել է եւ իր իրական Հայաստան ասած այդ հայեցակարգում դա ուղիղ արտահայտված է չկա հայկական հարց չկա պահանջատիրություն ցեղասպանության մասին կարելի է խոսալ բայց հայրենազրկման եւ ցեղասպանության հետևանքների հատուցման մասին ոչ, այսինքն մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք, Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունենք, սովետական միության սահմաններում, Հայաստանի սոցիալիստական հանրապետության սահմաններում մենք մեր գոյությունը կփորձենք պահպանել։ Հիմա ինչքանով դա կստացվի շատ մեծ հարցական է։ Հիմա դրա համար այդ Մինսկի խմբի փակումը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգայինորեն ավարտել, հասնել ավարտին։ Փաշինյանը դրան համաձայն է, բայց ինքը ինչ ասում, ասում է ես անհանգիստ եմ, քանի որ ձեր կողմից պահանջատիրության խնդիրներ կան, մասնավորապես Արևմտյան Ադրբեջանին վերաբերող այդ հատվածը եւ այլն։ Եվ կարող է ստացվի, որ ձեր տարածքում, այսինքն Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք, ձեր տարածքում խնդիրը փակում ենք, բայց ներ տարածքում կարող եք կոնֆլիկտ առաջացնել դուք, որովհետեւ պահանջատիրություն ունեք։ Եկեք այդ խնդիրը լուծենք միաժամանակ, այսինքն ստորագրենք փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչված եւ նույն օրը, նույն պահին, նույն տեղում ստորագրենք նաեւ համատեղ դիմում Մինսկի խմբի լուծարման մասով։ Սա է, ես կարծում եմ, որ Մինսկի խումբը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին եւ տարիներ առաջ եւ շարունակ մեր քաղաքական ուժը եւ ես մասնավորապես դրա մասին պարբերաբար ասել ենք այդ ազգային ժողովում եղած լսումների ժամանակ, որ Մինսկի խումբը ոչ միայն չի կարելի լուծարել, այլ Մինսկի խմբին պետք է նոր մանդատ տալ եւ Մինսկի խումբը պետք է փորձել նոր մանդատ տալ եւ Մինսկի խմբի նոր մանդատը պետք է իր մեջ ներառի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման բովանդակությունը հենվելով այն փաստի վրա, որ այս Հայաստանը առաջին հանրապետության իրավահաջորդն է, իսկ առաջին հանրապետությունը բռնազավթել է, բռնակցվել է իր ամբողջ տարածքներով։ Այսինքն, եթե մենք Հայաստանի հանրապետություն ուզում ենք ունենանք որպես գործոն տարածաշրջանում, եթե մենք ուզում ենք հայկականությունը եւ հայություն ունենալ որպես գործոն տարածաշրջանում, վերականգնել մեր դերն ու նշանակությունը, անպայման մեր խնդիրները մեր հարևանների հետ պետք է լուծվի այն հենքով, որ կա հայկական հարց եւ հայկական հարցի մեջ կա պահանջատիրություն եւ այդ պահանջատիրությունը կարող է լուծվել միջազգային ատյաններում, իսկ Մինսկի խումբը իր էությամբ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, Արցախի չէ, Լեռնային Ղարաբաղի խնդրին, բայց իր էությամբ միջազգային ատյանը եւ այդ միջազգային ատյանին կարելի է նոր մանդատ փորձել նոր մանդատ տալ եւ մեր հարաբերությունները հարևանների հետ հարատև լուծել, որովհետև հարատևությունը պարտադիր իր մեջ պետք է ունենա արդարություն։ Այսինքն ձեր դիրքորոշումն է, որ ոչ մի դեպքում անգամ նույն ժամին, նույն պահին խաղաղության պայմանագրի հետ մեկտեղ չի կարելի գնալ Մինսկի խմբի լուծարմանը։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ պետք է գնալ սկսենք նրանից, որ այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը չի կարելի ստորագրել, որովհետև դա նույն համատեքստում է ինչ որ ասացի արդեն, դա հայկական հարցի փակումն է վերջնական այս իշխանությունների կողմից
եւ այդ նույն համատեքստում չի կարելի լուծարել Մինսկի խումբը, որտեղ Մինսկի խումբը այն ատյանն է, որի միջոցով եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների լուծման միջազգային միավոր, միջազգային ացան կարելի է ունենալ։ Փաշինյանի տրամաբանությամբ Մինսկի խմբի լուծարումն նախատեսում է խաղաղության պայմանագրի հետ նույն տրամաբանության մեջ։ Նա ադրբեջանական կողմը պահանջում է մինչ խաղաղության պայմանագիրը լուծարումը, Փաշինյանը գնում է այդ զիջման հետեւյալ ձևակերպումով, որ Մինսկի խմբի լուծարումը զուգահեռաբար, մենք արդեն այդ մասին խոսեցինք, զուգահեռաբար լինի խաղաղության պայմանագրի կնքման հետ մեկտեղ։ Արդյոք դուք եւս համարում եք, որ դա ճիշտ ռազմավարություն է, ճիշտ մտածելակերպ է, որ խաղաղության պայմանագիրը դա երաշխավորելու է, որպեսզի Ադրբեջանը Մինսկի խումբը լուծարելուց հետո Ադրբեջանը չունենա տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, որին դուք մատնանշեցիք, որը կա նրանց եւ սահմանադրության մեջ, այսինքն Փաշինյանը ենթադրում է, որ խաղաղության պայմանագիրը կերաշխավորի, որպեսզի Մինսկի խումբը լուծարելուց հետո Ադրբեջանը չունենա տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, այո։ Ես կարծում եմ ոչ բնականաբար, որովհետեւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ոչ այն հանրապետության, ոչ այն պետության, որը Փաշինյանն է ուզում ունենալ իրական Հայաստան, այսպես կոչված հայեցակարգի ներքո, այլ իրական Հայաստանի Հանրապետություն, հայկականությամբ եւ հայությամբ լի եւ գործոն Հայաստանի Հանրապետություն ունենալը երաշխավոր կարող է լինել միայն ինքը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության զորությունը դա պետք է լինի եւ ռազմական զորություն, եւ տնտեսական զորություն, եւ բովանդակային հայկականությամբ զորություն։ Միայն դա է, որ կարող է երաշխավորել խաղաղության պայմանագիրը ինչ խնդիր է լուծում։ Որևէ, լուծում է խնդիր, իհարկե։ Խաղաղության պայմանագիրը լինելու է այն թուղթը, որը թափ տալով Փաշինյանը փորձելու է վերընտրվել, այսինքն 26 թե որևէ այլ թվին կատարվող ընտրությունների ժամանակ ինքը դա է վերցնելու որպես իր հիմնական գործոն եւ դա լինելու իր փաստարկը առ այն, որ տեսեք, ես բերեցի Հայաստանի Հանրապետությանը, հայությանը, հայ ժողովրդին խաղաղություն եւ այս խաղաղության փաստաթուղթն էլ դրա վկայությունն է եւ դրանով ինքը փորձելու է իր իշխանությունը վերարտադրել, իր վարչակարգի իշխանությունը վերարտադրել։ Հիմա հարցը հետեւյալն է, որ դրանից հետո այդ ինչ որ դուք ասեցիք, մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմը, որ մեր դեմ վարվում է, դա հիբրիդային բնույթի պատերազմ է եւ հիբրիդային պատերազմը չի ավարտվել եւ չի ավարտվելու, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմը իրենց ռուս գործընկերների հետ միասին ունեն Հայաստանի Հանրապետություն, հայ պետականություն անգամ գոյությունը ցուցանակով լինելույթյան պարագամնա չլինի բովանդակությամբ հայկական։ Այսինքն օրինակ, ամենապարզ խնդիրը, անգամ եթե դրա անունը չդնեն Արևմտյան Ադրբեջան, բայց Ադրբեջանը հստակ բարձրացրել է իր, այսպես ասած, փախստականների ճակերտներում վերադարձը դեպի Հայաստան, դեպի իրենց բնորանը։ Եվ կազմակերպություն կա պետականային դա աջակցվում է Արևմտյան Ադրբեջանում անվանման տակ։ Բայց ի վերջո այդ խնդիրը բարձրացված է։ Եվ այդ խնդրի լուծումը այնպես չի, որ Փաշինյանական համակարգը, իշխանական համակարգը ընդհանուր առմամբ չի տալու, բայց դա այլ բանով կարող է լինի, այսպես կոչված այլ անունով կարող է լինի, անունը դնեն նաև դե իրենք թող գան, մենք էլ գնանք այնտեղ։ Բնական է, չէ՞ որ հայկական որևէ մեկը Բաքու կամ Կիրովաբադ, Գանձակ կամ Սումգայիթ, անգամ Արցախ, ադրբեջանական տոտալ ճնշման ներքո չի գնալ, բայց ադրբեջանցիները հանգիստ կարող են գալ Հայաստան, որտեղ Հայաստանում տոտալ ճնշում, այսպես ասած, իրենց նկատմամբ չի լինի, որտեղ Հայաստանի իշխանությունները դրանք փաշինյանական են։ Այնպես որ Հայաստանի գրավելու ձևաչափը պարտադիր չէ ռազմական լինի։ Հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր այլ միջոցներով կարող լինի ժողովրդագրական, ինչպես եւ ասեցի, պատկերացրեք, մոտավորապես 300,000 ադրբեջանցի գան եւ սկսեն բնակվել կոմպակտ, բնակվել Հայաստանի տարբեր շրջաններում, այդ թվում Երևանում։ Մյուս խնդիրը, որ մնա ուժի մեջ դա Զանգեզուրի միջանց կոչվածն է, հա։ Վերջերս էր որ եւ Փաշինյանը եւ
էլի արտաքին գործերի պաշտոնը վարող Արարատ Միրզոյանը խոսեցին նրա մասին, որ շատ զեղչ պայմաններ են տալիս, նույնիսկ սահմանի վրա ստուգումներ չի լինելու այն բեռների, որոնք Հայաստանի տարածքով թող անը չլինի Զանգեզուրի միջանցք, էությամբ դա կլինի միջանցք, Հայաստանի տարածքով գնալու է եւ Ադրբեջանից գնալու է դեպի Նախիջևան, այսինքն Ադրբեջանը դրան չի համաձայնվում։ Ադրբեջանը ասում է, չէ, բացարձակ մեր վերահսկողության տակ պետք լինի, որովհետեւ դուք դրա տակ ստորագրել եք։ Վերհիշելով 20 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի պայմանագրի 9-րդ կետը։ Ադրբեջանը պետք է վերահսկի։ Այնտեղ վերահսկելու են ռուս-ադրբեջանական, այսինքն նորից Ադրբեջան ասածը դա Այսինքն ռուսները, իսկ դուք ուզում եք ասեք, եթե ռուսները, ապա դա նշանակում է Ադրբեջան։ Ադրբեջան, Դրա հետ Ադրբեջան չէ, Ադրբեջանը թուրքական տանդեմ։ Այսինքն ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի նորից պետք է կրկնվեն, բայց դա կարևոր է շեշտել նորից հաղորդակցվող անոթների այդ սկզբունքով գործունեությունը շարունակվում է։ Հեսա ես դրա հետ կապված մի հատ հետաքրքիր փաստ կասեմ, գաղափարաբանական փաստ, որի մասին խոսել է Լավրովը։ Մի 2 օր առաջ, թե մի օր առաջ, էական չի։ Այսինքն ոչ հայկական վերահսկողությունը դա լինելու։ Լինելու ռուսական սահմանապահների, ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական այդ համակեցության համատեքստում։ Դա լինելու արտատարածքային եւ հայկական կողմը դրա վրա չի ունենալու վերահսկողություն։ Եվ դա չի նշանակում, որ Ադրբեջանը օրինակ դրանից հրաժարվել է։ Այսինքն Ադրբեջանը եւ նորից թուրք-ադրբեջանական տանդեմը, ռուսական տանդեմը ունի մի խնդիր։ Այդ խնդիրը ձևակերպված է դեռևս 100-150 տարի առաջ։ Ի վերջո Արմենիա Բիզարմիա, դա ռուսական թեզ է։ Երբ որ նա այն ժամանակ ասում են Արմենիա, խոսքը չէր գնում էս 30,000-ի մասին, խոսքը գնում էր 400,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին։ Բայց սկզբունքը նույնն էր։ Արմենիա Բիզարմիան նույնն էր թուրքերի սկզբունքն էր, տարածքը առանց հայերի։ Եվ այդ համագործակցությունը բերեց ի վերջո նրան, որ Հայաստանը մեր բնորանը, այդ իմաստով 400,000 քառակուսի կիլոմետրանոց արեալով այդ երկիրը հայազրկվեց։ Ցեղասպանությամբ, բռնազավթումներով, բռնագաղթերով եւ այլն, վերջինը Արցախը մեր աչքի առաջ եւ էլի ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական համագործակցության որպես արդյունք։ Եվ դա շարունակվելու է։ Այսինքն Հայաստան, ես դա ասացի արդեն կրկնում եմ, Հայաստան երկիր անգամ, եթե անոնով ցուցանակով լինի, ինքը բովանդակությամբ, էությամբ պետք է հայկական չլինի։ Եվ որպեսզի հայկական չլինի, դա հիմնական ձևաչափերից մեկը հայերի համամասնությունը անգամ Հայաստան կոչվող երկրում պետք է կասկածելի լինի, պետք է գերակա չլինի։ Դրա համար պետք են թուրքական, ադրբեջանական եւ այլ թյուրքական ցեղերի ներկայություն այստեղ։ Դրա համար 300,000 սկզբի համար ադրբեջանցին կոմպակտ Հայաստանում համարժեք տեղերում ապրելու այդ ծրագիրը Դուք ինչ-որ բան եք ուզում պատմել ադրբեջանական կամ ռուս-թուրքական տեսեք շատ հետաքրքիր բովանդակային գաղափարաբանական իմաստով միտք տվել Լավրովը կամ 3 առաջ օրը ինքը իրենք ունեն այսպիսի ձևաչափ դիվանագիտական ակումբ եւ այդ դիվանագիտական ակումբում եղած հանդիպման ժամանակ, վերջին հանդիպման ժամանակ Լավրովը ասել է երկու կարևոր բան։ Իմ կարծիքով մեկը ընդհանրական է, մեկը մեզ վերաբերվող է իմ կարծիքով, այն իմաստով, որ մենք հասկանանք ում հետ եւ ինչի հետ գործ ունենք։ Լավրովը սկսենք նրանից, որ Եվրասիականությունը, Եվրասիական այդ կոնտինենտը բաժանել է երկու հատվածի՝ արևմտյան հատված եւ արևելյան հատված։ Եվ այստեղ ինքը ասելով, որ արևմտյան հատվածը ինքը ինստիտուցիոնալ է, ինքը ձևավորված է նույն եվրասիական կոնտինենտի արևմտյան հատվածը եւ դա այսպես կոչված արևմուտք քաղաքակրթական միավորն է։ Իսկ արևելյան հատվածը ինքը ասում է, ինքը հիմա վերածնունդ է ապրում։ Եվ այդ վերածնունդի մեջ մի հատ շատ հետաքրքիր բան է նշում, ասելով հետեւյալը, որ Արևելյան հատվածում առկա են հին քաղաքակրթական միավորներ, իդեմս չինական քաղաքակրթության եւ հնդկական քաղաքակրթության, եւ հիմա վերահառնում նորից, վերածնվում է նորից Օսմանյան քաղաքակրթությունը, ասում է Լավրովը։ Եվ
ասելով դա ասում է հետեւյալը. մենք վստահ ենք, մենք հույս ունենք եւ վստահ ենք, որ այդ քաղաքակրթությունը վերածնվելով ներդաշնակվելու է այն իրողությունների հետ, որ կա արևելյան եվրասիական այդ հատվածում։ Այսինքն ինչ է ասում Լավրովը, ասում է հետեւյալը, որ Օսմանյան այդ Էրդողանյան այսպես կոչված այդ հենքային գաղափարաբանությունը նեոօսմանիզմի, հա, եւ Թուրանի բանը քաղաքակրթություն վերածվում է եւ դա ռուսները դիտարկում են ռուսական կողմը, Լավրովյան կողմը, Պուտինյան կողմը դիտարկում են որպես դրական փաստ։ Դա մեկ։ Եվ երկրորդ բանը, որ շատ հետաքրքիր ասում է Լավրովը, ասում է Ռուսաստանը մեր պատմության ընթացքում ունեցել է տարբեր պատերազմներ։ Բայց որն է հետաքրքիր ասում է, մեր վրա հարձակումներ ա եղել այդ թվում նաև արևելքից, օրինակ մոնղոլ թաթարները, օրինակ ռուս-օսմանյան պատերազմները, բայց ասում է շատ հետաքրքիր շեշտադրում անում Լավրովը, ասում է, բայց նույն մոնղոլ թաթարների հետ կամ նույն օսմանյան կայսրության հետ պատերազմների, այո, ուշակեցիք, պատերազմների ընթացքում մենք ի վերջո արժանապատիվ լեզու ենք գտել, այսինքն համակեցությունն ա եղել։ Իսկ արևմուտքի հետ մինչև այսօր մենք չենք կարողանում լեզու գտնել։ Տեսեք, դա նորից շատ կարևոր շեշտադրում է։ Այսինքն ռուսական կայսրությունը եւ իզուր չի, որ եվրասիականությունն է ռուսական կայսրության, այսօրվա ռուսական կայսրության գաղափարաբանությունը։ Ռուսական կայսրությունը դիրքավորված է եւ դիրքավորվում է հերթական անգամ շեշտադրումներով հակաարևմուտք։ Որովհետև արևմուտքը այսպես էլ են ձևակերպել, որովհետև արևմուտքը Մոսկվան չի այրել 100,000-ավոր ռուսներով։ Տեսեք, այստեղ մի քիչ եթե պատմական էքսկուրս անենք, այն ինչ որ դուք ասում եք։ Մոնղոլ թաթարները սարսափելի ջարդ են արել։ Հա, դրա համար իրանց համար դա ավելի լավ է, հա։ Ավելի լեզու գտնելու հարմար բան է, հա, չէ, այստեղ մի քիչ այլ խնդիր կա։ Այդպես են մեկնաբանել այդ։ Ես եթե այդ համատեքստում ուզում եք նայենք խնդրին, ապա կարելի է նայել։ Հարցը հետեւյալն է, որ Կիևյան Ռուսիան ավարտվեց մոնղոլական արշավանքով, այսինքն Կիևյան Ռուսիան ինքը այո, արևմուտք, այսինքն հնդեվրոպական քաղաքակրթական տիրույթի միավոր էր, որտեղ Կիևյան Ռուսիան դա սլավոնական երկիր էր, սլավոնական շեշտում եմ, իսկ սլավոնները դա հնդեվրոպական ժողովուրդ էին եւ են։ Մոնղոլական արշավանքից հետո Կիևյան Ռուսիան վերացավ եւ առաջացավ ուլուս, այսինքն հատված ոսկի հորդայի, որի անունն է Մոսկովիա։ Այսինքն Մոսկվան, Մոսկովիան դարձավ ոսկի հորդայի ուլուսներից մեկը, ոնց որ Աստրախանի ուլուսներ, ոնց որ Կազանի ուլուսներ, նույն ձևի Մոսկվայի ուլուսը։ Եվ Մոսկվայի ուլուսը դա հորդայի մաս էր, եւ մի անգամ չի նույն Պուտինը եւ իրենց գաղափարաբանները Դուգին եւ այլոք ասել հետեւյալը, որ այսօրվա ռուսական իմպերիայի բովանդակությունը եւ կառուցվածքը անգամ ձևավորվել է այդ ժամանակ թաթարական կամ թյուրքական, որտեղ մոնղոլ թաթարական էր, թյուրքական բովանդակությամբ։ Եվ Պետրոս առաջինի ժամանակ փորձ արվեց գնալ դեպի արևմուտք, բայց այդ փորձը տապալվեց եւ այդ տապալման վերջակետը դրեցին բոլշևիկները, նորից գնացին դեպի իրենց հարազատ տափաստանները, հա, հորդայական մոտեցումները, եւ դա առ այսօր գործում է։ Այսինքն նրանք ներդաշնակ են թյուրքական, օսմանյան, ոնց որ իրանք են ասում, արևելյան եվրասիականության մասով եւ թշնամի ունեն արևմուտքին եւ դա քաղաքակրթական խնդիր է։ Եվ եթե մենք ինքներս մեզ դիտարկում ենք որպես հնդեվրոպական, որպես արիական, եթե կուզեք, ազգություն, ազգ, ցեղ եւ մեր բնորանը դա մենք ճանաչում ենք կրկին եւ վերաճանաչում ենք հայկական բարձրավանդակը, ապա ինչ գործ ունենք մենք եվրասիական թյուրքական բովանդակությամբ այդ միավորի մեջ ինչ գործ ունենք։ Այս պատմական եւ այն ինչ որ դուք ասացիք էքսկուրսը այն հարցի համար էր, որը հիմա ես պետք է տամ կամ բխում է հետեւյալ հարցը։
այս ամենից մենք խոսում էինք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, խոսում էինք խաղաղության պայմանագրի մասին, հնարավոր է ստորագրել, պետք է ստորագրել, չպետք է ստորագրել, հնարավոր է թե ոչ, եւ երբ որ գալիս ենք հասնում ենք այդ կետին, հարց է առաջանում, արդյոք կա տեսակետ, որ Ռուսաստանին բնավ պետք չէ, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր կամ խոսքը թող չգնա թղթի մասին, ունենան իրար հետ կարգավորված նորմալ հարաբերություններ, խաղաղություն ունենան։ Այս ամենը ինչ որ դուք ներկայացրեցիք եւ այդ իմ հարցը, արդյոք Ռուսաստանը կօգնի, թե կխոչընդոտի, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը դադարեն թշնամությունը եւ ինչ որ մի կետից սկսեն չվնասել իրար, չպատերազմել իրար դեմ, Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Տեսեք, Ռուսաստանը դարեր շարունակ մոտ 300 տարի խաղարկել է հայկական քարտը, ինչպես է խաղարկել։ Նա թուրքերի հետ իր հարաբերություններում հայկական ազգային եւ պետական շահը միշտ օգտագործել է որպես մանրադրամ եւ այդ մանրադրամի դիմաց որոշակի բարիկներ ստացել, զիջումներ ստացել թուրքական կողմից այլ հարցերում, որտեղ հայկական էս սեպը, որը խանգարում է թուրքական եվրասիականության, օսմանյան կայսրության վերածնման այդ խնդրին, պետքա չլինի։ Այս պատնեշը պետքա չլինի եւ ռուսները Ռուսաստանին էլ է խանգարում։ Իհարկե խանգարում է, որովհետեւ դա համակեցության խնդիր է, բայց Ռուսաստանը ինքը 300,000 քառակուսի կիլոմետրանոց 400,000 քառակուսի կիլոմետրանոց արյալը հայկական փուլ առ փուլ դարեր շարունակ հանձնել է թուրքերին։ Բայց դրա դիմաց ինչ-որ բան ասա, որպես մանրադրամ է օգտագործել եւ համատեղ հայկական 400,000-ը դարձել են կասկածելի 30,000, որը նույնպես պետքա չլինի այլևս։ Ըստ Ռուսաստանի, ես Ռուսաստանի Ըստ Ռուսաստանի եմ ասում պետքա չլինի։ Ուրիշ հարց է, թե այդ տարածքում անունը ինչ ուզում եք դրեք, այլ եմ ասում, ցուցանակով անգամ կարա Հայաստանին։ Այդ տարածքի վերահսկողությունը հիմնական ում ձեռքում է, թուրքական կողմի թե ռուսական կողմի, այսինքն այդ հաղորդակցվող անոթների շրջանակում ռուս-թուրքական, միտեղ ավելանա, միտեղ պակասում է։ Հիմա այս պահին թուրքական կողմն է ուժեղ, բայց այդ այնպես չի, որ ռուսները չեն ուզում իրենք վերահսկողությունը այս տարածքի նկատմամբ վերականգնել։ Այսինքն մրցակցությունը սկզբունքը, որ, այսինքն նպատակը, որ հայկականություն, հայկական ուժեղ հզոր պետություն, պետականություն պետքա չլինի, դա ընդհանրական է, ռուս-թուրքական է, բայց այդ տարածքի նկատմամբ կամ այդ բուտաֆորիկ պետության նկատմամբ վերահսկողությունը ում կողմից կլինի, այդտեղ ներքին պայքար կա եւ դա նորմալ է։ Եվ դա նորմալ է։ Միլի բրանյացը տոկը ծեշը ռուսական հենց այդ ասացվածքի համատեքստում։ Իրանք իրար մեջ կարող է ներքին խնդիրներ ունենան, ենթադրենք, այս հատվածից ամենաշատը ում կմնա, այդտեղ կլինի պայքար, մրցակցություն, պայքար չասենք։ Դուք Սիրիայի օրինակը ներկայացրեցիք, կարծես թե Իսրայելը եւ Թուրքիան ինչպես են։ Հիմա հենց Իսրայելը եւ Թուրքիան Սիրիայի մասով հիմա մեկ Չէ, բայց ասնում ենք ուրիշ դա Սիրիայի օրինակը չի, դա Հայաստանի օրինակն է 300 տարի։ 300 տարի, որը հիմա Սիրիայում է կիրառվում, ոչ թե հակառակը Սիրիայի օրինակն է։ Այսինքն դա Հայաստանի օրինակն է վերջին 300 տարվա, վերջի 3-ից ավել դարի ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Եվ Լավրովը ասում է այդ ստեղ կան չեն ռուսական մոլի, այսպես ասած, բա ինչ Թուրքիա, ինչ Ռուսաստանը դարեր շարունակ տասնյակներով պատերազմն է վարի Թուրքիայի հետ։ Հա, Լավրովը դրան անդրադառնում է, ասում է եղբայր, հա, բայց այդտեղ էլ մեր ներքին խնդիրները եւ մենք շատ լավ բարեշել ենք իրար հետ։ Որպեսզի ավարտենք, Ռուսաստանը ըստ ձեզ հակված չէ օգնելու, ես շատ մեղ եմ ձևակերպում, թողնում եմ ձեզ ճիշտ ավելի ճշգրիտ ձևակերպեք, այսպես ասեմ, հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Ռուսաստանի դիրքորոշումը ինչպես կբնութագրեք, օգնի թե կխանգարի, դա արդ հարցը։ Ռուսաստանի վերջի օգնությունը դա Արցախում էր, տեսանք ինչ, լավ օգնեցին մեզ, Աղդամում թուրքերի հետ մոնիտորինգային բան անելով եւ պատերազմ չի օգնելու։ Չէ, վնասելու է։ Չէ, ոչ վնասելու, ոչ օգնելու, այդ որ Հայաստանը չլինի, դա հենց այդ խաղաղության պայմանագրի մեջ է
ներառված, այսինքն Հայաստանի չլինելը որպես հայկական եսի նկատի ունեմ, դա խաղաղության պայմանագրի բովանդակությունն է, եւ ռուսները դրան կողմ են։ Այսինքն խաղաղության պայմանագրի մեջ կան դրույթներ, որոնք վնասում են, վտանգում են Հայաստան։ Խաղաղության պայմանագրի ամբողջովին այդպեսին է։ Հիմա ռուսները այսպես եւ ասեցի, կողմ են, որ Հայաստանը որ հայկական չլինի, այսինքն չլինի այդ հայկական գործոն հասկացությունը, բայց նորից իրենք կուզեն, որ այդ տարածքում իրենց վերահսկողությունը ավել լինի, քան թյուրքական։ Շնորհակալ եմ, Գովազդեմ հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, Գովազդից հետո շարունակելու ենք զրույցը։ Գովազդե եթերում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ։ Պատմական հանդիպումներ տեղի ունեցան Թրամփի եւ սուրիական նոր իշխանության, արաբական Սաուդյան Արաբիայում տեղի ունեցան։ Մի խոսքով Թրամփը մերձավոր արևելք էր այցելել։ Պատմական են համարում այդ այցելությունը։ Դա պատմական էր, որովհետեւ ես էլ եմ կարծում, որ դա պատմական էր այն իմաստով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի այցելության իմ կարծիքով վերադիրքավորվեցին Մերձավոր Արևելքում եւ այն խնդիրները, որ ԱՄՆ-ն ուներ Մերձավոր Արևելքում կապված իրենց նախկին այդ պահին նախկին գործընկերների հետ, օրինակ Սաուդյան Արաբիայի հետ, իրենք կարողացան այդ հարաբերությունները ինչ որ իմաստով վերականգնել, բայց նոր լույսի ներքո։ Հիմա ինչ լույսի ներքո, դա շատ կարևոր է։ Թրամփի հիմնական գաղափարը որն է, չի կարելի, պետք է չի պատերազմել, բոլոր պատերազմները պետք է կանգնեցնել, եկեք առևտուր անենք։ Եկեք առևտուր անենք եւ առևտրային տնտեսական հարաբերությունների համատեքստում մենք բան կանենք, կձևավորենք նոր կեցություն ամբողջ աշխարհով մեկ։ Միաժամանակ դրան զուգահեռ ասում է հետեւյալը, ով որ չի համաձայնվի, ապա նա կունենա կպատժվի մեր կողմից, մենք նրանց նկատմամբ կիրառենք ուժ։ Այսինքն, ինչպես ինքն է ձևակերպում, խաղաղություն ուժի միջոցով։ Սա է հիմնական բանաձևը, որ Թրամփը փորձում է կիրառել ամբողջ աշխարհով մեկ։ Դա վերաբերվում է ինչպես մերձավոր արևելյան խնդիրներին, ռուս-ուկրաինական խնդիրներին, էլի մերձավոր արևելքը, Գազայի խնդրին եւ այլն։ Հիմա մինչ Թրամփյան վարչակարգերը այսպես կոչված լիբերալ, ծայրահեղ լիբերալ վարչակարգերը, ոչ միայն մերձավոր արևելքում, աշխարհով մեկ բերել էին անհանդուրժողականությամբ ամերիկյան մոդելի նկատմամբ, դա ինչ է նշանակում։ Բոլորը հասկանում էին, որ այն գործիքները, որի անունն էր մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, ամերիկյան լիբերալները եւ ոչ միայն ամերիկյան, եվրոպական շարունակվող դեռևս լիբերալները կիրառում են իրենց ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում եւ երկրներում հաստատելու համար, որովհետեւ այդ ունիվերսալ արժեքները, մարդու իրավունքներ օրինակ, դրանք երկակի բազմակի ստանդարտներով էր կիրառվում, կամ ժողովրդավարություն օրինակ, բազմակի մի դեպքում դա օգտագործում են, մյուս դեպքում ոչ, եւ մի դեպքում օգտագործում էին ոչ արդար, մյուս դեպքում ենթադրենք կարող է եւ արդար։ Եվ դա բոլորի մոտ առաջացրել էր խիստ հակասական վերաբերմունք։ Այդ թվում սկսել էին ճեղքեր առաջանալ տարբեր երկրների հետ հարաբերություններում, մասնավորապես նույն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, նույն Միացյալ Էմիրատների հետ հարաբերություններում, ԱՄՆ-ի նախկին վարչակարգերը, մասնավորապես նույն Բայդենի վարչակարգը, շատ վատ հարաբերություններ ձևավորել։ Արդյունքում ինչ էր եղել։ Արդյունքում Միացյալ Արաբական Էմիրատները մտան BRICS եւ ընկան այսպես կոչված չինական բանի վերահսկողության տիրույթ։ Մյուս արդյունքը որ եղավ Չինաստանը կրկին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև եղած տասնամյակների, եթե չասեմ դարերի բանը կոնֆլիկտը իր միջոցով հարթեց եւ դարձավ հիմնական գործընկեր, այսինքն ամերիկյան ազդեցությունը խիստ նվազել էր տարածաշրջանում։ Թրամփը եկավ եւ փորձեց եւ ոնց որ թե ստացվեց առաջի գոնե մոտեցումով այդ
հարաբերությունները նոր որակի ներքո վերականգնել։ Մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ ունեցան շատ բարձր եւ շատ ջերմ համենայնդեպս տեսանելի այդպես էր բաներ, հարաբերություններ, հանդիպումներ եւ գործարքներ, Թրամփի սիրած բառնա deals, գործարքներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան համաձայնվեց առնվազն 600 միլիարդի գործարքներ կնքել եւ ներդրումներ ունենալ ԱՄՆ-ում, դրա ներքո ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային պետք է մատակարարի 140 միլիարդ դոլարի զենք եւ զինամթերք։ Դա շատ մեծ թիվ է, ընդհանրապես այդ կարգի գործարք մի պայմանագրով ըստ Թրամփի համենայն դեպս աշխարհում չի եղել, կարող է իրականում չի եղել։ Եվ տնտեսական այլ տիրույթներում սկսած արհեստական բանականությունից վերջացրած էներգետիկ ոլորտով նույն Սաուդյան Արաբիայի հետ նույն Կատարի եւ մյուս երկու երկիրը որտեղ ինքը այցելել է եւ Կատարի եւ Միացյալ Էմիրատների հետ ինքը նույն կարգի գործարքներ կնքեց մասնավորապես դա ինչ որ Սաուդյան Արաբիայի մասով ասեցի բանի Կատարի մասով նույն ռազմական տերությունում 40 միլիարդի գործարք կնքեց իմիջիայլոց ասեմ որ Կատարը ինքը միշտ դիտարկվել է ամերիկյան վերնախավի կողմից որպես բան ահաբեկչություն ֆինանսավորող երկիր իմիջիայլոց այդպես էլ եղել է եւ այնպես չի որ այդպես չի այսօր բայց Թրամփյան մոտեցումը հետեւյալն է մենք դրանից պետքա դուրս գանք փորձենք լավ հարաբերություններ տնտեսական եւ մարդկային լավ հարաբերություններ ձևավորելով այդ ահաբեկչական եւ ռազմական մասը աշխարհում նվազեցնենք Կատարը նույն խնդիր է ունեցել նույն Սաուդյան Արաբիայի հետ համարյա պատերազմական վիճակ էր վերջին տարին, որտեղ Կատարը ահաբեկչություններ անում ոչ միայն այն տարածքներում, որտեղ իսլամական ֆունդամենտալիզմի խնդիր կար, նաև իր հարևան երկրներում ֆինանսավորում էր, մասնավորապես նույն Սիրիայի բաները, այդ այսօրվա իշխանությունները ֆինանսավորվել են Կատարի կողմից, նույն Համասը հիմնականում ֆինանսավորվել է Կատարի կողմից, մոտավորապես տարեկան 2 միլիարդի կարգի, դուք պատկերացնում եք դա ինչ է։ Բայց Կատարի հետ էլ նույնպես հետաքրքիր շատ բան ունեցան, գործարքներ ունեցան, այդ թվում ինչպես եւ ասացի ռազմական, մեծ թվերի մասին է խոսքը, տրիլիոնների մասին է խոսքը։ Նաև նույնը եղավ Միացյալ Էմիրատներում, Միացյալ Էմիրատները հանձն առավ, որ վերջ մոտակա տասնամյակում 1.4 տրիլիոնի, եթե չեմ սխալվում, ներդրում կանի ԱՄՆ-ում։ Եվ մյուս հետաքրքիր բանը, որ քանի որ Միացյալ Էմիրատները շատ զարգացած արհեստական բանականության մասով համարվում է աշխարհում երրորդը, ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո, այդ ոլորտում նույնպես մեծ համագործակցություն, այսինքն եղավ միջպետական համագործակցության տիրույթ եւ եղավ գործարար business to business այսպես կոչված գործարարների միջև տարբեր համագործակցային բաներ, համաձայնություններ, մասնավորապես օրինակ եւ Կատարը եւ Միացյալ Էմիրատները պայմանավորվեցին, որ Boeing ընկերությունից 200 միլիարդի գնում են անելու, ամեն մեկը առանձին Իսկ որը շատ ծանր վիճակում էր այս։ Հա, որը շատ ծանր վիճակում էր։ Այսինքն, այս տեսակետից Թրամփը վերադիրքավորվեց, վերականգնեց հարաբերությունները միջպետական եւ անձնական։ Եվ դա պետք է համարել իմ կարծիքով ԱՄՆ-ի համար եւ Թրամփյան վարչակարգի համար լուրջ այդ ամենը ինչպես մեզ կբերի կհասնի Սուրիայով եկեք գանք հեսա դրան կանադառնանք մեր տարածաշրջան հեսա դրան կանադառնանք փորձեմ ավարտել այս թեման ըստ Թրամփի դա դժվար է հիմա հաշվարկել բայց ըստ Թրամփի 3-ից 4 տրիլիոն համաձայնագրեր եւ ներդրումային պայմանագրեր ունեցան այս իր այցելության ընթացքում 3-4 օրվա եւ ինքը հայտարարեց, որ 12-ից 13 տրիլիոն գումարի ինքը համաձայնություններ ունի աշխարհով մեկ արդեն, որ պետք է ԱՄՆ-ում ներդրումներ անեն եւ գործարքներ անեն։ Դա լուրջ թվեր են։ Դա իրականում լուրջ թվեր են եւ դա ինչպես եւ ինքն ասում եւ եթե դա կյանքի կոչվի, դա միլիոնավոր աշխատատեղեր են ԱՄՆ-ում, այսինքն ԱՄՆ-ի ռեինդուստրիալիզացիան, այսինքն վերականգնումը արդյունաբերական ներուժի, եթե այդ ինչ որ ինքը ասում է կյանքի կոչվի, դա լուրջ խթան կլինի։ Հիմա անդրադառնանք ձեր ասածին, շատ կարևոր, լավ, սա երկկողմ պետական, բայց երկկողմ նաև քաղաքական խնդիրներ կա, որը լուծվել են։ Մասնավորապես Թուրքիայի
Սաուդի Արաբիայի եւ Կատարի բան խնդրանք պահանջով, sense ձևակերպենք, Թրամպը հանդիպեց Սիրիայի ղեկավարի հետ, որը այսօրվա ղեկավարի հետ, այսօրվա նախագահն է կոչվում, որը եւ իր կազմակերպությունները եւ ինքը անձամբ մինչ Թրամպյան ամերիկյան այսպես ասած գնահատականներում դիտարկում էր որպես ահաբեկիչ, հա, եւ ինքը ցանկում էր ահաբեկչական կազմակերպությունները եւ ինքը անձը որպես ահաբեկիչ, բայց Թրամպը նրա հետ հանդիպեց, հետո արտահայտվեց, ասեց շատ երիտասարդ, նենց ուժեղ տղամարդ էր, պինց տղամարդ էր, ուժեղ տղամարդ էր, ուժեղ պետք է լինել, որպեսզի կարողանալ խնդիրներ լուծել եւ այլն, եւ հանձն առավ եւ փաստացի վերացրեց բոլոր սանկցիաները Սիրիայի նկատմամբ։ Դա շատ մեծ արդյունք էր արաբական աշխարհի տեսակետից, մասնավորապես իսլամիստական ուղղվածություն, արտահայտված ուղղվածություն ունեցող արաբական աշխարհ լուրջ քայլ էր եւ նա ասաց, որ Սիրիան ինքը ասում է, ներկայացնում է հետեւյալ. ինձ ասում են, որ եթե ես այդ սանկցիաները չվերացնեմ, Սիրիան շանս չի ունենա։ Որպես պետություն գոյություն ունենալու եւ մնալու է այդ նույն խավարի մեջ, ոնց որ միշտ եղել է։ Ես այդ մարդկանց շանս եմ տալիս, վատ բան եմ անում։ Վատ բան եմ անում։ Ես շանս եմ տալիս, իրանք էլ դրա համար շատ շնորհակալ են։ Հիմա այստեղ մի հատ մյուս կարևոր բանը կա։ Կա այսպես կոչված հայտնի արդեն Աբրահամյան համաձայնագրերը, Abraham Accords, այսպես է կոչվում անգլերեն, որ Թրամպյան նախկին վարչակարգի ժամանակ առաջի իր նախագահության շրջանամակ կնքվել։ Դա կնքվել է ի վերջո Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ կապված հիմնականում խնդիրներ լուծելու համար։ Այսինքն խնդիրներ լուծել բարի դրացիական տիրույթում, այդ թվում ճանաչելով Իսրայելի լիազորությունները իր պետության շրջանակում։ Այդ Abraham Accords-ի ստորագրողներն են, հիմա այս ամբողջը կարող չհիշեմ, բայց Բահրեյնը, եթե չեմ սխալվում, Էմիրատներն են ստորագրողները, մյուս ստորագրողը Սուդաններ եւ Մարոկոն։ Եթե չեմ սխալվում, այս 4 երկրներն են ստորագրել, բայց Թրամպի եւ Իսրայելը։ Մյուս կողմից, չէ, իրանք բոլորով ստորագրել են, հետո հետարքիր է դա, լավ դիտարկում էր, որտեղ Abraham Accords-ը բոլորով ստորագրել են եւ Իսրայելը։ Հետո Իսրայելի հետ առանձին երկկողմ, ամեն մեկը առանձին երկկողմ համաձայնագրեր են ստորագրել, իմիջիալոց բաները բովանդակությունը որոշակիորեն տարբեր, ընդհանուր առմամբ բարիդրացիական հարաբերությունների ձևավորում կամ վերականգնում։ Հիմա օրինակ Թրամպը իր կողմից, էլի խնդրանք հորդոր պահանջ դրեց սիրիացիների վրա, Սիրիայի նախագահի վրա, որ մտնի Abraham Accords-ի մեջ, մտնի այդ համաձայնագրի մեջ, դառնա այդ համաձայնագրի մաս։ Եվ հետաքրքիր է, որ նախատեսվում է հանդիպում սիրիական եւ իսրայելյան կողմերի միջև, գուշակեք որտեղ։ Թուրքիայում։ Չէ։ Բայց խոսակցություն կար, որ արդեն հանդիպումները Ադրբեջանում։ Ադրբեջանում, Բաքվում, ճիշտ է, Ադրբեջանում, հա, հետաքրքիր է, չէ՞, այսինքն Ադրբեջանը շարունակում է, տեսեք, տարածաշրջանային առնվազն նշանակության երկիր որպես գործել եւ առնվազն հրեական իսրայելյան կողմի համար լինել վստահելի գործընկեր հարթակ։ Այդ թվում նաեւ այսպես ասած արաբական իսլամական տիրույթում։ Այնպես որ հիմա անդրադառնալով այդ բանին, Աբրահամյան այսպես ասած բանին, ինչա կոչվում Աբրահամյան, դա էլ ասեմ, որտեղ դա էլ է հետարքի, մարդիկ այդ Աբրահամն ով է։ Աբրահամը այն հին կտականից եկած Աբրահամն է եւ կա այն մոտեցումը, որ հիմնական 3 կրոնները, դա քրիստոնեությունն է, դա իսլամն է եւ դա հուդայականությունն է, ծագել են Աբրահամից։ Այսինքն եթե մի տեղից են ծագել 3 հիմնական կրոնները եւ դրանց կրողները, հա, այդ կրոններին դավանողները, ապա ինչի նրանք չեն կարող իրար մեջ ունենալ բարի դրացիական հարաբերություններ։ Եվ հիմա Witkoff-ը, որը բանի Թրամպի բանագնացն է Մերձավոր Արևելքում, Witkoff-ը իր վերջի հարցազրույցներից մեկում շատ հետաքրքիր միտք է արտահայտում։ Ասում է, այն երկրները, որոնք խաղաղության տիրույթում են փորձում առաջընթաց ունենալ։ Մասնավորապես անգամ անդրադառնում են նաև Հայաստան-Ադրբեջանին, ասելով որ օրինակ Հայաստան-Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Եվ այդ խաղաղության պայմանագիր ստորագրելու պարագայում, որին մենք կողմ ենք, իրանք կարծում եմ կարող են միանալ այդ Աբրահամի համաձայնագրերին։
Այսինքն այդ իսրայելյան ոչ միայն իսրայելյան տիրույթը, այլ տարածաշրջանային եւ ավելի մեծ տիրույթ են ուզում այդ Աբրահամյան համաձայնագրով Թրամփյան վարչակարգը ձևավորել եւ իր ազդեցությունը դրա միջոցով հաստատել։ Հիմա այստեղ նորից հարց է առաջանում։ Գանք հետ Հայաստան եւ գանք հետ հայ-ռուսական, այսպես ասած, տիրույթ։ Եթե ամերիկյան ազդեցությունը այդ կարգի համաձայնագրերով Հայաստանում հաստատվի, ապա ռուսական ազդեցությունը նվազելու է, բայց ավելանալու է թուրք-ադրբեջանականը։ Նույն բանաձևի ներքո։ Այնպես որ հայկականության համար, հայ պետականության համար շատ կարևոր է կարողանալ դուրս գալ թուրք-ադրբեջանական եւ ռուսական այդ ծուղակից դարերի եւ ելնել միայն եւ առաջին հերթին իշայից, ինչ եմ ասում նաև առաջին հերթին, որտեղ նաև համադրելով այլ երկրների բարեկամ եւ ոչ բարեկամ շահերը իր ազգային եւ պետական շահի հետ միասին։ Սա է խնդիրը, որ պետք է հայ պետականությունը կամ հայկական վարչակարգերը լուծեն, բայց ոչ թե ելնեն միայն այս, որ իրենց հարատևության խնդիրը հաստատեն։ Մենք հիմա այս տեսակ ինչեր ենք խոսում, չէ՞։ Մեծ բաներից ենք խոսում, մեծ զարգացումներից ենք խոսում, աշխարհ-քաղաքական թեմաներից ենք խոսում, տարածաշրջանային թեմաներից ենք խոսում, որ աշխարհ-քաղաքական այդում ազդեցություն ունի։ Մենք կտրուկ, ասենց, մի անգամից հետ գանք Հայաստան։ Մեր ազգային ժողովում դնում են իրար ամենավերջին սրբությունները հայհոյում են։ Սա է մեր օրակարգը։ Կռիվ են տալիս նախընտրական, թե ոնց կդիրքավորվի, լավ դուք կրես ես երկրորդ թելնեմ, գոնե երրորդ թելնեմ։ Սա է մեր օրակարգը։ Այն ինչի մեր մասին ենք հիմա խոսեցինք, ասել մեր հետ որևէ կապ չունենա։ Մեր օրակարգն է, որ Փաշինյանը գնում է շատ կրավորական տեսքով են Էրդողանը մատով կանչում է, սա գնում է մոտա գնում, ասում է, հա ոնց է լավ էր Ալիևի հետ, հա, կոֆեն խմեցիր լավ էր։ Էս է մեր վիճակը։ Էս է մեր դիրքավորումը։ Շատ եք չափազանցից։ Բացարձակ չէ, եթե ես մի բան ասեցի, որը փաստ չի, շեշտեք։ Ազգային ժողովը քիչ ասեցիք, կարելի էր ավելի։ Չէ, ես մի կարելի է օրերով խոսել, բայց ինչ իմաստ ունի։ Նպատակը ինչ նպատակ են հետապնդում։ Դիրքավորվում են, ասեցի, դիրքավորվում են նախընտրական բանը թեմաների մեջ, որ այ տեսեք, այսինչ ուժեղ տղա էր, այն մեկը այն մյուսն է, չէ, այն մյուսը, տես այն մեկը մի հայհոյանք ավել տվեց, ուրեմն ինքը ավելի լավ տղա է։ Այս չափանիշներով քննարկումներ են ունենում, ճակերտներում քննարկումները, բախումներ են ունենում, խորը գաղափարական, սա ամբողջը ճակերտներում։ Իսկ Փաշինյանի մասով դա արկա է, չէ, բոլորս տեսել ենք։ Էրդողանը ցույց է կարամ տամ, սենց այս լավ էր, այնին ասեց, ասես գլխով ասեց դե լավ է։ Պարոն Հակոբյան, եկեք այսպես արդեն ամփոփում ենք, կարծում եմ 1 րոպե է մնացել։ Տպավորությունը այնպիսին է, որ Հայաստանը մի կողմ է, ամբողջ աշխարհը, որը շրջապատում է Հայաստանին, դե Հայաստանը աշխարհից դուրս չէ, ինչ որ իրադարձություններ են կատարվում եւ ինքնաբերաբար կարող է Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ ստեղծվել կամ հակառակը ինքնաբերաբար Հայաստանի համար բացական իրավիճակ, վատ իրավիճակ ստեղծվել։ Մենք այստեղ դերակատարում ընդհանրապես չունենք, մենք դիտորդ ենք, թե ինչ է տեղի ունենում կամ տեղի ունենալու Հայաստանի հետ։ Այո։ Մենք ավելի վատ ենք, քան դիտորդը, մենք կատարող ենք։ Այսինքն մենք էսի նկատի ունեմ այսօրվա Հայաստանն կառավարող վարչակարգը եւ իշխանական համակարգը։ Չէ, մենք կատարող ենք, մենք այդ մեզ ասում են, մենք կատարում ենք եւ ինչ որ դուք ասեցիք ինքնաբերավ ինքնստինքյան Հայաստանի համար դրական ելքերի հավանականությունը շատ փոքր է, որտեղ կան շահառուներ, որոնք Հայաստանի համար բացասական ելքերի իրական շահառուներ եւ հետամուտ են լինում եւ որևէ կերպ հետ չեն կանգնում այդ նպատակներից, հա։ Եվ այդ տեսակետից այո Հայաստանը իր հետ կապված լուծումներին չի մասնակցում փաստորեն, այլ ունի կատարողի կարգավիճակ, որոշում են, ասում են, անում են։ Պայմանով
որ անողը կմնա իշխանության։ Վերջին այսպես դրվագը այդ Վիտկոֆի խոսքը, որը Հայաստան, Ադրբեջանը մոտ են վերջնական լուծմանը եւ կարող են միանալ այդ Աբրահամյան համաձայնագրերին, ինչ եք կարծում, դա պարզապես իրականությունից կտրված առաջարկ է, Հայաստանին դա ընդհանրապես Հայաստանում չի քննարկվի, իմաստ էլ չունի քննարկել, կամ դա շատ լավ դրական առաջարկ է, որին պետք է մտածել, պատասխան տալ։ Տեսեք, ինչ այդ առաջարկի հետևանքները պետք է քննարկել, վերլուծել եւ հասկանալ, որովհետեւ ցանկացած առաջարկ ունի իր դրական եւ բացասական կողմերը, պետք է անցալել եւ կշռել։ Եվ դրա համար, հենց ինչ որ մի քիչ առաջ ասեցի, դրա համար պետք է պետություն, դրա համար պետք է համարժեք իշխանություն, որը դժբախտաբար չկա։ Ես շնորհակալ եմ ասորվածության համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Արա Հակոբյանի հետ էինք զրուցում, ազգային օրակարգ, կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։